հրապարակում այսուհետ պարբերաբար կներկայացնենք, թե ինչ է կատարվում մեր տնտեսության իրական հատվածում, որոնք են Հայաստանում արդյունաբերության զարգացման տենդենսները, ինչ տեմպեր ունենք նոր աշխատատեղերի բացման, նոր բիզնեսների գրանցման տեսանկյունից։ Տենդենսների հետ միասին խոսելու ենք նաև այն խնդիրներից, որոնք շատ հաճախ խոչընդոտում են գործարարի աշխատանքին մեր երկրում։ Ներկայացնելու ենք նաև այն փոփոխությունները, որոնք իրականության մեջ հեշտացնում են գործարար կյանքը, բայց որոնց մասին շատ ուշացած են տեղեկանում իրական հատվածի մարդիկ։ Եվ այսպես հրապարակում նոր էջից։ Սարանիստ և Շամփ բիզնես ձեռնարկություններ, երկու տարբեր արտադրանք թողարկող ընկերություններ, առաջինն իր գործունեությունը սկսել է անկախացման առաջին տարիներին, մյուսը դեռ 1 տարեկան էլ չկա, սակայն նրանց ընդհանրությունն առաջին հերթին այն է, որ երկուսի ներդրումային ծրագրերն էլ աջակցություն են ստացել կառավարության կողմից։ Կվարցային ավազ, սոդա, դոլոմիտ ապակի 1500-ից բարձր ջերմաստիճան և հեռացող մասսան հաշված րոպեների ընթացքում ահա այսպիսի մարմին է ստանում։ Հումքի պատրաստման արտադրամասում է դրվում արտադրական ողջ շղթայի սկիզբը։ Խելացի սարքավորումները հսկող օպերատորից միայն զգոնություն են պահանջում։ Ավազը դեսպա կշերքի մեջ սոդան իր համապատասխանից երրորդ կշերքի մեջ դեսպա դոլոմիտ, տրավերտիկ ու մնացած հումքերը։ Ապակետարաններ արտադրող Սարանիստ ընկերությունում վստահ են, որ իրենց արտադրանքն այսօր բավական պահանջված է։ Փառք այսօր զարգանում են մեր մոտ շշալցվող գործարանները ավելանում են օր-օրի տարին տարվա վրա նոր գործարաններ են ավելանում եւ կոնյակի եւ ջրի եւ այս տարի արդեն 2 գործարան հաստատ ավելացել, լավ մեծ գործարաններ։ Armglass բրենդով գործարանը իր գործունեությունը սկսեց դեռ 90-ականների սկզբին, տնօրենն արդեն 20-ամյա հեռավորությունից է հիշում, 90-ականների սկզբում տնտեսական շրջափակում էր, գազի մուտքն էլ կասեցվել էր։ Մենք գտանք այլ միջոցներ, հոսանքի պետությունը մեզ անպայման հատուկ տվեց լգոտ, այս ողջ տարածքում հոսանք չկար, բայց մեզ տալիս էին պատճառն ինչ էր, որ մենք ապահովում ենք կոնյակ գործարանի այն ժամանակվա շշով։ Իսկ կոնյակ գործարանը այն ժամանակ Հայաստանի համար առաջի փողբերողն էր, տնտեսության համար պատերազմ էր, իր բոլոր պահանջներով ապրեց։ Շուրջ 500 աշխատող ունեցող ընկերությունը արտադրությունը սկսել է 50 աշխատակցով, արտադրության ընդլայնմանը զուգահեռ աշխատողների քանակն էլ է ավելացել։ Աշխատում են 4 հերթափոխով, գործարանը կանգնում է հազվադեպ, միայն վերանորոգման նպատակներով։ 3 արտադրամասերից այս մեկը վերջերս է արդիականացվել, անցած տարի նոր սարքավորումներ ներկրեցին։ Կառավարությունը պայման էր դրել, ներդրումներ արեք, կհետաձգենք հարկային բեռը։ Այդ պահին, որպեսզի ավելացած արժեքի հարկ պետք է վճարեին, դրա փոխարեն ներդրեցին արտադրության մեջ ընդլայնելու, զարգացնելու գործին։ Կառավարության հարկերի հետաձգման մասին որոշումը նպաստեց, որ հատկապես ճգնաժամի օրերին ընկերությունը զարկ տա արտադրողականությանը, նոր սարքավորումներ բերի եւ որ ամենակարևորն է ավելացնի աշխատատեղերը։ 60 աշխատատեղ է ավելացել Սարանիստ ընկերությունում։ Այս պահին այստեղ վրացական ընկերության համար գինու շշեր են արտադրում, տնօրեն Վարդան Մանուկյանը նկատում է, որ իրենց արտադրանքի սպառման շուկան 60%-ով հայկական է, իսկ արտադրությունն ունի դինամիկ աճ, տարեկան 15-ից 20%։ Սա Սյունիքի մարզի Շամփ գյուղն է, այս փոքրիկ գյուղում, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա, խորհրդային տարիներին աշխույժ արդյունաբերական իրավիճակ էր։ Բնակիչներն աշխատում էին Սիրիուս գործարանի այստեղ գործող մասնաճյուղում, նաև Շամփ հիդրոէլեկտրակայանում։ 20-ամյա դադարից հետո աշխուժությունը կրկին գյուղ է վերադարձել, միանգամից 2 գործարան, մեկում իրենց ավանդական պահածոներն են պատրաստում ոչ ավանդական մեթոդներով, մյուսում էլ հանքային ջուր են շշալցնում։ Երկու նորաբաց ձեռնարկություններն այսօր 60 մշտական աշխատատեղ են ապահովում գյուղի համար։ Հեղինակները տեղացի, բայց մոսկվայաբնակ ձեռներից եղբայրները որոշել էին գյուղը ոտքի կանգնեցնել։ Մեր տղաները աշխատում են Մոսկվայում, բիզնես գործով են զբաղվել։ Որոշեցին, որ մեր գյուղը շատ դժվար գյուղ է։ Այդ մերքերի արտադրությունը ժողովուրդը չի կարողանում իրացնել։
որոշեցին իրենք կառուցել պահածոնի իր գործարան։ Այսպես մեկը վերցրեց ու կառուցեց Տատնի հանքային ջուր արտադրող գործարանը, մյուսն էլ 3 ամիս անց վերակառուցեց ու վերազինեց երբեմնի Սիրիուս գործարանը։ Եվ յուրօրինակ, բայց եղբայրական մրցակցությամբ փորձում են կայացնել իրենց բիզնեսները։ Հաջորդ քայլով վարձակալությամբ ձեռք բերվեց 4 հեկտար հողատարածք, որտեղ եւ մշակում են արտադրության համար անհրաժեշտ բանջարեղենը, իսկ տեսականու պակասը լրացնում է Արարատյան դաշտավայրի վերք ու բարիքը։ Պամիդոր, վարունգ, բիբար, լոբի, կանաչ լոբի, բադրջան, քիչ բադրջան, էլի փորձնական ենք արել առայժմ։ Շամբուն ծնված բիզնես ծրագիրն անցած տարի դրվեց էկոնոմիկայի նախարարության քննարկման սեղանին։ Նոր սկսվող բիզնեսը, ինչպես նաև հեռավոր գյուղերի զարգացումը խթանելու գաղափարը լիովին համարժեք էին կառավարության որդեգրած քաղաքականությանը։ Այս ընկերության ներդրումային ծրագիրը դրական արձագանք գտավ եւ գործարանի համար ներկրվող սարքավորումների դեպքում 3 տարով հետաձգվեց ավելացած արժեքի հարկի վճարումը։ Քանի որ փողը չի հերիքել, որոշել են, որ 3 տարով հետաձգել։ Արտադրության գլխավոր տեխնոլոգն էլ իր կողմից հավելում է, թե իհարկե սեփականատիրոջ համար այնքան էլ հեշտ չէ Մարս կենտրոնից այսքան հեռու նորմալ ճանապարհ չունեցող գյուղում արտադրություն հիմնելը ու դեռ արտադրությունից էլ շուկա ճանապարհ հարթելը։ Այդ նույն մարդիկ, եթե այս նմանատիպ գործարան հիմնեին խոշոր կենտրոնների մոտիկ, իրանք ավելի շուտ հետ կբերեին իրենց ներդրած գումարը։ Զուտ հայրենասիրական քայլ են կատարել։ Հա, իրենց գյուղի ապագայի համար։ Նոր աշխատատեղեր ստեղծող տարածքային համաչափ զարգացման հեռանկարում լիովին տեղավորվող ձեռնարկության արտադրության մեջ ներգրավված է տեղի աշխատուժը։ Առայժմ օգտագործում են գործարանի ներուժի մի մասը միայն։ Այս գործարանը պատրաստա ամեն ինչ անի, ամեն ձևի պահածոներ փակի։ Եթե կարողանանք, ասենք, այդ միրգը, ասենք, բանջարեղենը բանը հասցնենք, էլի, ինչքան հասցնենք, այնքան կանենք։ Ինչքան ուզենք, հիմա էլ ենք ուզում, որ ընդլայնենք։ Հիմա ասենք մեզ մոտ եթե 40 հոգի է աշխատում, կարող ենք ընդունենք երևի 200 հոգի մեր պահածոների գործարանում սմենով եթե աշխատեն, 2 մեն կլինի, դա մեծ բան է, մեծ արտադրություն է տալիս։ Երկու տարբերակներ գործում անենք ու իրավունք ունենք փաստացի, որ եւ այստեղ ծախենք եւ Ռուսաստան արտահանենք։ Այսպես եռալեզու պիտակով արտադրանքը հասնում է Մոսկվա, իրացվում ձեռներեց եղբայրների արդեն իսկ գրաված շուկայում։ Փոքր ծավալով էլ իրացվում է Երևանում, Սյունյաց բարիքներ ֆիրմային խանութում։ Ձմռանն էլ պատրաստվում են ընդլայնել գործունեությունը արդեն հյութերի արտադրությամբ։ Այն ժամանակ ամեն ինչը մեքենայացված է եւ ժամում 6000 բանկա կարանք մենք արտադրենք։ Լիտրանոց բանկա կամ կես լիտրանոց մենք մեր տարան ունենալու ենք եւ այդ տարայի մեջ ենք լցնելու։ Իսկ մնացած այս թթուները, մարինատները, ինչ արտադրեն ենք մինչ հիմա, ձեռքի աշխատանք է եւ աշխատանքը այդքան էլ իհարկե բարդ է, բայց արտադրությունը ցածր է։ Մենք թարմ մսով ձմեռը բաստուրմա ենք արտադրելու, իսկ բաստուրման փաթեթավորումը շնչող պակետներով ենք անելու։ Ճիշտ է, նորություն չենք անում, բայց տարածաշրջանի համար ենք նորություն անում։ Գործարանի սեփականատերերը բնականաբար դեմ չեն տեխնոլոգիա առաջարկներին, ավելին խրախուսում են նման գաղափարները։ Եթե սեզոնը լավը լինի եւ բերքի հաշվարկներում չսխալվեն, նոր տեսականի էլ են ավելացնելու ապրանքացանկում։ Հեռանկարում ունենք, որ սառնանային տնտեսություն մենք պիտի ունենանք, մոտավորապես 4-5 հազար խորանարդ մետր ծավալով եւ այդ սառնային տնտեսությունը մեղմելու է այդ գրաֆիկը։ Իսկ այս մյուս արտադրամասը Շամբի եղբայր բիզնեսն է, նորաբաց արտադրամաս է։ Հանքային ջուր են շշալցնում առայժմ քիչ արտադրությամբ, ոստանում են կամաց-կամաց ընդլայնել։ Ստեփանյանների ընտանիքը չի ընկճվում անգամ այն փաստից, որ իրենց ձեռնարկությունները գազիֆիկացված չեն։ Էներգակիրը դիզվառելիքն է, ասում են, որ կարևորն այն է, որ գյուղում վաղուց մոռացված մի հասկացություն է վերականգնվում՝ աշխատանքային կոլեկտիվ անունով։ Արտադրության արդիականացում, նոր աշխատատեղերի ստեղծում, արտահանման ներուժի խթանում սրանք թիրախներն են, որ կառավարությունը ընտրել է վերջին շրջանում եւ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրել։ 2009-ից մինչ օրս այս համատեքստում գործադիրն աջակցել է շուրջ 17 բիզնես ծրագրի։ Գյուղմթերք վերամշակող արդյունաբերությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ ու դեղարտադրություն։ Ներդրումների ոլորտները շատ տարբեր են, սակայն նրանցից յուրաքանչյուրն այսօր շոշափելի արդյունքներ է գրանցել։
Տարբեր ոլորտներում աշխատող ընկերությունները 300 միլիոն դրամը գերազանցող սարքավորումներ են ներկրել, որի դիմաց կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգել է ավելացած արժեքի հարկի վճարումը։ Հետաձգված այդ գումարը զգալի է 80 միլիարդ դրամ, փոխարենը կառավարությունն ունի 59 միլիարդ դրամ կանխատեսվող ներդրումներ եւ արդյունքում ժամանակակից ու վերազինված արտադրություն, որ ամենակարևորն է, ստեղծվել է 1700 հիմնական աշխատատեղ։ Հայաստանում արդյունաբերության աճի խթանումը, աշխուժությունը տնտեսության իրական հատվածում էկոնոմիկայի նախարարի խոսքով այսօր իր ղեկավարած կառույցի առաջնահերթություններից առաջինն է։ Ընդհանուր առմամբ մոտավորապես արդեն հասնում ենք 80 միլիարդ դրամի ծավալի եւ դա արդեն ըստ էության բավականին լուրջ հատված է կազմում մեր տնտեսության մեջ այն ձեռնարկությունները, որոնց մենք անմիջապես այդ մեթոդը կիրառել ենք եւ տրամադրել ենք հարկային արտոնությունների հետաձգում։ Բացի դրանից մենք կիրառում ենք նաեւ ժամանակավոր ներմուծման ժամկետների երկարաձգման ռեժիմը, մոտ 2 տասնյակ այդպիսի արդեն ուրեմն որոշումներ է կայացվել այդ ռեժիմի տրամադրման եւ ինչն է ավելի հատկանշական է, որ այդ բոլոր ծրագրերը կարելի է համարել հաջողված։ Եվ մենք փաստորեն չունենք այս պայմանությամբ որևէ ծրագիր, որտեղ մենք այս տիպի աջակցություն ենք ցուցաբերել եւ չենք ունեցել հաջողություն։ Բացի այս երկու հարկային արտոնություններից կառավարությունը անմիջական ֆինանսական ներարկումներով մասնակցեց տնտեսության աշխուժացմանը։ Մոտ 6 միլիարդ դրամի պետական ռեսուրս տարբեր խողովակներով տրամադրվել է տնտեսության իրական հատվածին։ Դրանք մի դեպքում էժանվարկային միջոցներ են, մեկ այլ պարագայում փոքր դրամաշնորհներ։ Սկսվեց դեռ ճգնաժամի պարագայում ժամանակ, երբ որ մենք իրականացրեցինք ընդլայնողական քաղաքականությունը եւ ըստ էության պետությունը հանդիսացավ նաեւ հիմնական խաղացողներից մեկը այդ դաշտում եւ փոխհատուցեց նաեւ այն բացը, որը որ կար մասնավոր հատվածում եւ ներգրավելով դրսից էժան ֆինանսական ռեսուրսներ այն բավականին լավ պայմաններով տրամադրվեց ձեռնարկություններին։ Մոտ 6 միլիարդ դրամի ռեսուրս է տրամադրված պետական միջոցներից, որոնք որ տրամադրվում են մեր իրական հատվածին ձեռնարկություններին տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։ Այսպիսի ուղեգիծ է վերցրել էկոնոմիկայի նախարարությունը մեր օրերում, այն է իրական օգնություն տնտեսության իրական հատվածին։ Իրական հատված խորագրի ներքո մենք էլ հետևելու ենք նախարարության ծրագրերին եւ իրականում տարվող աշխատանքին։ Իսկ հրապարակում մեր հանդիպումները ամեն երեքշաբթի եւ ուրբաթ։